Բարի երեկո, շանթի եթերը շարունակում է հորիզոնը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ալբանիայում է, որտեղ մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին։ Այցը մեկնարկել է Հայաստանի և Ալբանիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Էդի Ռամայի հանդիպմամբ։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Հայաստան-Ալբանիա հարաբերությունների օրակարգային հարցեր, անդրադառնալով տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարներին։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ, անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Երկուստեք ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը՝ ի նպաստ տարածաշրջանում կայունության և երկարատև խաղաղության ապահովման։ Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Աստանայում հանդիպել է Ղազախստանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաևի հետ։ Քննարկումները առանցքում եղել են տարածաշրջանային զարգացումներին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին վերաբերող հարցերը։ Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է խաղաղության խաչմերուկ նախագիծը, կարևորել է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, հանդիպմանը կարևորվել է նաև երկու երկրների միջև ուղիղ կանոնավոր ավիահաղորդակցության հաստատումը։ Աշիմբաևը ողջունել է 2026 թվականին Հայաստանում կենսաբազմազանության 17-րդ համաժողովի անցկացումը, նշել, որ Ղազախստանը ևս մասնակցելու է այդ կարևոր իրադարձությանը։ Խորհրդարանը այսօր արտահերթ նիստ է գումարել օրակարգում մեկ հարց էր ռազմաարդյունաբերական համալիրի մասին օրենքում լրացում կատարելու նախագիծը։ Հիմնական զեկուցողի խոսքերով այն միտված է բարելավելու ռազմաարդյունաբերության ոլորտում պետական ռեսուրսների առավել արդյունավետ և նպատակային կառավարումը և իր բնույթով տեխնիկապես պարզ, սակայն ռազմավարական առումով առանցքային կարևորություն ունի մեր պետության պաշտպանական և տեխնոլոգիական ապագայի համար։ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է անվտանգային մարտահրավերների առջև և այս իրողության պայմաններում մեր պետության ռազմաարդյունաբերական կարողությունների զարգացումն ու ինքնաբավության մակարդակի բարձրացումը դարձել է խիստ անհրաժեշտություն։ Ռազմաարդյունաբերական ոլորտը մեր ազգային անվտանգության հիմնասյուներից մեկը պետք է լինի և դրա արդյունավետ զարգացման համար պետք է ապահովի համապատասխան օրենսդրական հենք։ Նախագծով ռազմաարդյունաբերական համալիրի մասին օրենքը լրացվում է նոր 4.1 գլխով, որը սահմանում է օրենսդրորեն ամրագրել լիազորություն կառավարության համար, որով նա կարող է որոշել պետական սեփականություն հանդիսացող ռազմական նշանակության արտադրանքը տրամադրել ռազմաարդյունաբերական համալիրի սուբյեկտներին նոր արտադրատեսակների մշակման, արդիականացման, նորոգման կամ փորձարկումների նպատակով։ Նախագծով նաև սահմանում է, որ այդպիսի գործարքների իրականացումը կատարվի լիազորված մարմնի միջոցով ՀՀ կառավարության որոշման հիման վրա։ Սա կարևոր է գործընթացի վերահսկելիության ու թափանցիկության երաշխավորելու համար։ Այս կարգավորումը ոչ միայն անհրաժեշտ է ռազմաարդյունաբերության սահուն զարգացման համար, այլև կարող է խթանել գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական գործունեությունը, նպաստել տեղական ինովացիաների զարգացմանը և միաժամանակ ստեղծել վերահսկելի մեխանիզմներ պետության կողմից սեփական ռեսուրսների գործառնական օգտագործման համար։ Ելնելով այս փոփոխության տրամաբանությունից ակնկալում ենք հետևյալ հիմնական արդյունքները. տեղական արտադրողների տեխնոլոգիական ազատության ընդլայնում, պետական ռեսուրսների նպատակային կիրառություն, նորարարության խթանում ռազմաարդյունաբերության ոլորտում, պաշտպանական անկախության աստիճանական խորացում։ Նախագիծը մշակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ սերտ համագործակցությամբ և բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 21-26 թվականների ծրագրային դրույթներից, մասնավորապես ռազմաարդյունաբերական ներուժի զարգացում, արտադրական շղթայի ամբողջական ապահովում և տեղական հնարավորությունների ընդլայնում։ Նախագծի իրականացումը չի հանգեցնում բյուջետային ծախսերի ավելացման։ Հարգելի գործընկերներ, այս նախագիծը ոչ միայն տեխնիկական լրացում է, այլև համակարգային քայլ մեր ռազմաարդյունաբերության ներուժը լիարժեք օգտագործելու և զարգացման նոր փուլ մտնելու ուղղությամբ։ Մայիս ամսին դեռևս մենք նախատեսել էինք տարատեսակ զինատեսակներ, ռազմամթերք, լրամասեր փոխանցել 1 տասնյակից ավելի ռազմաարդյունաբերական ընկերությունների, որոնք
մի քանի նպատակով են դրանք ստանալու համար մեզ դիմել, մասնավորապես նոր տեսակի նոր զինատեսակների արտադրության եւ դրանց պետական փորձարկման տանելու նպատակով հիմնանորոգման աշխատանքների, արդիականացման աշխատանքների եւ օգտահանման նպատակով, այսինքն մի քանի նպատակ է ունեցել այս օրինակ նախագծի հիմքում դրված եւ մեխանիզմ ստեղծելու համար եւ մայիսին մենք ակնկալում էինք, որ համապատասխան իրավական ընթացակարգերով առաջնորդվելով մենք կկարողանանք այս աշխատանքը պատշաճ կերպով իրագործել, սակայն կառավարության գործընկերների հետ, հատկապես մեր իրավաբան գործընկերների հետ հավերժ եւ անվերջանալի թվացող քննարկումները ստեղծում էին ռիսկ նախատեսված ժամկետներում այս աշխատանքը պատշաճ չկատարելու, հետեւաբար մենք ընդունեցինք գործընկերների առաջարկը արդեն օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու, որպեսզի մենք համապատասխան լիազորող նորմ ունենանք սահմանված օրենսդրության մեջ, որը հնարավորություն կտա կառավարությանը արդեն շատ արագ 1-2 շաբաթվա ընթացքում օրենքը ընդունվելուց հետո համապատասխան ռազմամթերքը, զենքերը եւ լրամասերն ու բաղադրիչները, որոնք հանդիսանում են պետական սեփականություն, տրամադրել ռազմարդյունաբերական ընկերություններին։ Ուստի եւ եւս մեկ անգամ հույս ունեմ, որ դուք ըմբռնումով եք մոտենում այս հապճեպությանը, բնականաբար նաեւ միևնույն ժամանակ ստանձնելով պատասխանատվություն ապագայում հնարավորինս չեզոքացնել այս օրինակ նախադեպերը։ Վարորդականի քննությունից բացասական գնահատական ստացողները 45,000 դրամ վճարելով կկարողանան հաջորդ օրը վերահանձնել այն։ Այսև մի շարք այլ որոշումներ են ընդունվել գործադիրի այսօրվա նիստում։ Քաղաքաշինության կոմիտեին կհատկացվի 67.5 միլիոն դրամ Եվրամիության 7 նորմերի մոտարկման եւ տեղայնացման կանխավճարի տրամադրման համար։ Նախագիծը բխում է մեր երկրի ու Եվրամիության միջև կնքված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների կատարման, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության ոլորտում եվրոպական երկրների հաջող փորձառության, տեխնոլոգիական նոր լուծումների ներդրման անհրաժեշտությունից կդիտարկվի հետեւյալ նորմատիվ ակտերի մոտարկման գործընթացը։ Առաջինը ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ, տրանսպորտային ենթակառուցվածքներ, երկրորդը երկաթուղիներ, երրորդը օդափոխության, ջեռուցման, օդի լավորակման համակարգեր, չորրորդը օդանավակայաններ, 5-ը ավտոլիցքավորման կայանների կազմակերպում, հրդեհաշիջում, 6-ը ինժեներագեոդեզիական հետազննում եւ 7-ը շենքերի եւ շինությունների հրդեհային անվտանգություն։ Եղիազարյանն ասաց, որ նորմերի մոտարկման ծառայությունների ձեռքբերման համար ակնկալում են ունենալ եվրոպական նորմերի մշակման փորձառություն ունեցող կազմակերպության եւ համապատասխան փորձառությամբ տեղական ընկերության համագործակցություն, այսինքն կիրականացնեն միջազգային մրցույթ։ Հաջորդ նախագծով կրկնապատվելու է տնտեսվարողների ֆերմերների հնարավորությունը, որպեսզի նրանք օգտվեն գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրից։ Նախարար Գևորգ Պապոյանի խոսքով ներկայումս ֆերմերը կարող է մինչև 250 միլիոն դրամի գյուղատնտեսական սարքավորում ձեռք բերել, բայց կան բազմաթիվ ֆերմերներ, որոնք ինստիտուցիոնալ գյուղատնտեսությամբ են զբաղվում եւ չեն կարողանում մատչելի պայմաններով գյուղտեխնիկա ձեռք բերել։ Մենք 250 միլիոն դրամի շեմը բարձրացնում ենք մինչև 500 միլիոն դրամի, որը կօգնի, որպեսզի տնտեսվարողները ավելի շատ գյուղտեխնիկա կարողանան մատչելի գներով ձեռք բերեն։ Պապոյանն ասաց, որ այս պահին 2854 լիզինգ առու կա, որոնց տրամադրվել է 4333 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում 1523 միավոր տրակտոր, 20 միավոր կոմբայն եւ 2790 միավոր այլ գյուղտեխնիկա, օրինակ շարքացան։ Հաջորդ նախագիծը ներկայացրեց նախարար Անդրեասյանը, նշելով, որ բարձրագույն կրթությունը տարիների ընթացքում հեռացել է հետազոտահենք կրթության օրակարգից։ Նախարարն ասաց, որ խաթարված է նաեւ բու հետազոտություն տնտեսություն եռանկյունին, ոլորտում կա նաեւ դեմոգրաֆիական խնդիր, իսկ բուհերում դասավանդող անձնակազմի 51%-ը գիտական աստիճան չունի։ Ըստ այդմ մշակվել են բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր, որոնց շրջանակում առաջարկվում է կրթության մատուցումն ապահովել լիցենզավորման եւ հավատարմագրման միջոցով։
Ներդրվում է ոլորտի կառավարման թվային միջավայրը, որի միջոցով ուսանողները կկարողանան օգտվել տարբեր ծրագրերից ու ծառայություններից, իսկ բուհերը կիրականացնեն իրենց գործառնությունը։ Նախատեսված են ուսանողներին տրամադրվող կրթաթոշակային բազմամակարդակ համակարգեր։ Մենք հրաժարվում ենք նպաստի մոտեցումից եւ կրթաթոշակային քաղաքականություն դառնում է պետական աջակցության հիմնական ձևը։ Նշվեց, որ այս կերպ կրթությունը կդառնա ավելի ուսանողակենտրոն ու ավելի ճկուն։ Կուսակցական անձինք եւ պետական պաշտոններ զբաղեցնող անձինք էլ չեն ներգրավվի խոշորացված բուհերի կառավարման մարմիններում եւ ղեկավար պաշտոններում, ինչը արգելելու է բուհերում կուսակցական կամ այլ տիպի գործունեությունն ու քարոզը։ Նախագիծը կքննարկվի նաեւ ազգային ժողովում։ Հաջորդ նախագիծը վերաբերում է վարորդներին։ Ներքին գործերի նախարարությունը առաջարկում է վարորդական վկայականի իրավունք ստանալու քննությունից առաջին անգամ բացասական ստանալու դեպքում հաջորդ օրը քննությանը մասնակցելու համար սահմանել հավելյալ վճարով քննություն հանձնելու հնարավորություն։ Այն կազմելու է 45,000 դրամ։ Եվ առաջին անգամ բացասական ստանալու դեպքում, եթե ոչ թե հաջորդ օրը անձի ցանկություն ունի, այլ երրորդ օրը, ապա այս դեպքում կրկին էքստրա վճարի տրամաբանության մեջ եւս 30,000 դրամ վճարելու պայմանով անձը կարող է շատ ավելի սեմ ժամկետում հանձնելու քննություն։ Սա իհարկե նախարարի փոխանցմամբ հավելյալ հնարավորություն է քաղաքացիների համար, իսկ ստանդարտ ժամանակը, որը 7 օր անց վերահանձնումն է, պահպանվելու է։ Կա նաև երկրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ անգամ բացասական գնահատականի դեպքում վերահանձման հնարավորություն։ 7-րդ օրը քննության մասնակցելու հնարավորություն եւ յուրաքանչյուր հաջորդ անգամ արդեն այս դեպքում 14-րդ օրը եւս քննությանը մասնակցելու հնարավորություն։ Արփինե Սարգսյանն ասաց, որ քաղաքացիներին հնարավորություն կտրվի հաշվառման համարանիշը ստանալ նաև փոստային առաքմամբ։ Համապատասխան վճարի դեպքում քաղաքացուն կառաքեն հաշվառման համարանիշը, եթե առաջին անգամ է գրանցումը տեղի ունենում։ Հայաստանի Հանրապետության տարածքում կթույլատրվի նաև թվային տարբերակով վարորդական վկայականի եւ հաշվառման վկայագրերի շրջանառությունը։ Սարգսյան, հիմա ես կարող եմ իմ վարորդական իրավունքի վկայականը կոնվերտացնել թվայինի եւ չպահել ինձ մոտ վարորդական իրավունքի վկայական մեքենա վարելիս։ Միանշանակ, պարոն Գրիգորյան։ Սարգսյանը հավելեց, եթե կա բարեկային ծառայության կողմից արձանագրված ճանապարհային երթևեկության որևէ կանոնի խախտում եւ եթե անձը չունի պլաստիկ վկայական, բայց կա թվային տարբերակով վկայականը, սա չի հանգեցնի որևէ վարչական պատասխանատվության կիրառման։ Որոշման այս նախագծերը ուժի մեջ կմտնեն 2025-ի սեպտեմբերի 1-ից։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Հորիզոնի այս թողարկումը ավարտվեց, կվերադառնանք կարճ դադարից հետո։
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային գործարքի ստորագրումը շատ մոտ է։ Իր լավատեսությունը Միացյալ Նահանգների նախագահը բացատրել է նրանով, որ Թեհրանը համաձայնել է Վաշինգտոնի պայմաններին։ Թեման շարունակենք Արտյոմ Մերկանյանի հետ։ Արտյոմ, իսկ իրանական կողմից կան հավաստիացումներ, որ մոտ է պայմանագրի ստորագրումը։ Մինչ այդ ասեմ, որ Թրամփի հայտարարությունը իսկապես այսպես անսպասելի էր Քաթարում Քաթարացի եւ ամերիկացի գործարարների հետ հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը ասել էր, որ Իրանը միջուկային գործարքի կնքման շեմին է եւ որ սկզբունքորեն ինչ որ իմաստով, հենց այդպես է նա ասել, ինչ որ իմաստով համաձայնվել է այդ գործարքի կնքմանը։ Պարզաբանել է, որ Իրանը հնարավորություն չի ունենա միջուկային զենք ստեղծելու, բայց դա իրան չի խանգարի մնալ մեծ գերտերություն։ Տեղեկությունները անուղղակիորեն հաստատել են նաև Թեհրանում Իրանի նախագահի խորհրդական Ալի Շահմանին NBC ամերիկյան հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Թեհրանը պատրաստ է ստորագրել համաձայնագիրը, եթե պահանջները լինեն արդար։ Պարզաբանել է, որ Թեհրանում համաձայն են չստեղծել միջուկային զենք, ոչնչացնել գերհագեցած ուրանի բոլոր ծավալները, որից հնարավոր է ստեղծել միջուկային զենք, բայց կշարունակեն հարստացնել ուրանը մինչև այն աստիճան, որը անհրաժեշտ է այն խաղաղ նպատակներով օգտագործելու համար, սակայն միջազգային դիտորդների վերահսկողությամբ։ Եվ դրա դիմաց ակնկալում են, որ Միացյալ Նահանգները, եվրոպական պետությունները կհանեն ցանկացած տեսակի պատժամիջոցները եւ այլևս չեն խոչընդոտի իրանական նավթի վաճառքին միջազգային շուկաներում։ Նաեւ Իրանը առաջարկում է միջազգային կոնսորցիում ստեղծել արաբական երկրների եւ Միացյալ Նահանգների մասնակցությամբ, որը կվերահսկի Իրանի կողմից իր պարտավորությունների կատարումը։ Ի տարբերություն 2015 թվականի գործարքի, որը ժամանակավոր էր, այսինքն 15 տարով էր նախատեսված, այս գործարքը ենթադրվում է, որ կլինի անժամկետ, եւ գլխավոր առանձնահատկությունը այն է, որ իրանացիները այս անգամ համաձայնվում են, որ միջազգային փորձագետների վերահսկողությամբ կատարվի այս ամենը։ Եթե հաջողվի գործարքի գալ, ապա անմիջապես Միացյալ Նահանգները եվրոպական պետությունները կհանեն ցանկացած տեսակի արգելքը իրանական նավթը վաճառելու, այն 7 միլիարդ դոլարը, որը սառեցված է իրանական փողերից Եվրոպայում եւ Ամերիկայում, կվերադառնա Իրան, պատժամիջոցները կհանվեն այն 17 իրանական բանկերից եւ հարյուրավոր իրանական ընկերություններից, որոնք այժմ չեն կարողանում զարգանալ այդ պատժամիջոցների պատճառով։ Եվ առայժմ հարցական է իրանական պահանջի կատարումը այն մասին, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պետք է հանվի ահաբեկչական կազմակերպությունների ցանկից։ Ահա այս հարցում, ոնց հասկանում եմ, դեռ չլուծված հարցեր կան։ Եվ եթե այդ հարցն էլ լուծվի, կարող ենք ասել, որ պայմանագրի ստորագրումը, չգիտեմ, շաբաթների կամ օրերի հարց է։ Դժվար է ասել, իրավիճակը շատ արագ եւ կտրուկ է փոխվում, ընդամենը 2 շաբաթ առաջ այսպես կտրուկ լարվածություն առաջացավ։ Միացյալ Նահանգները հրաժարվեցին Իրանի հետ բանակցությունների հերթական փուլին մասնակցելուց։ Դոնալդ Թրամփը չափազանց կոշտ հայտարարություն արեց, ոչ միայն սպառնալով նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ, այլ նաեւ սպառնած պատժամիջոցներով բոլոր այն երկրներին, որոնք Իրանից նավթ եւ քիմիական ուրեմն արտադրության արդյունաբերության նյութեր կգնեն, ինչ անուղղակիորեն կարող էր ազդել նաև Հայաստանի վրա։ Եվ անգամ այսօր խոստովանել է Դոնալդ Թրամփը, որ պատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողություններ ծավալել եւ ինչպես ինքն էր ասել, ջախջախիչ հարված հասցնել։ Եվ դա չի կատարել միայն Քաթարի շեյխի խնդրանքով, որը համոզեց եւս մեկ փորձ ձեռնարկել Իրանի հետ այսպես բանակցությունների սեղանում լուծում գտնելու։ Հավանաբար այդ լուծումը գտնվել է, ամենայն դեպս վերջին հայտարարություններից այդպիսի տպավորություն է ստեղծվում, քանի որ Դոնալդ Թրամփի
ներկայացուցիչ, հատուկ ներկայացուցիչ Ստիվ Ուիտկոֆը նույնպես ասել է, որ բանակցությունների վերջին փուլը լավատեսություն է ներշնչում։ Եվ այդ ֆոնի վրա նաև նկատվում է, թե ինչպես են վերջին 2 շաբաթվա ընթացքում այսպես սառնություն է մտնում Միացյալ Նահանգների եւ Իսրայելի միջև հարաբերություններում, ինչը եւս վկայում է այն մասին, որ Իրանի եւ Թեհրանի եւ Միացյալ Նահանգների միջև իսկապես կարող է ինչ-որ բեկումնային process նշմարվել։ Արդյոք իսկ այդ լավատեսությունը երևի նաև մեզ համար է։ Միանշանակ, եթե այդ լարվածությունը Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև նվազի, մենք շատ ավելի այսպես հեշտ կկարողանանք կատարել եւ մեր տնտեսական, զարգացնել համագործակցությունը Իրանի հետ եւ քաղաքական երկխոսությունը, քանի որ մեր նպատակն է եւ Արևմուտքի եւ Իրանի հետ հարաբերություններ զարգացնել։ Այստեղ տնտեսական ռիսկեր կային, քանի որ բնական է ներդրողները այսպես զգուշավոր էին հայ-իրանական նախագծերի մեջ ներդրումներ կատարում, քանի որ չգիտեին, թե ինչ զարգացումներ կարող է դա ունենալ։ Այժմ այդ ինվեստիցիոն ծրագրերը կարող են նոր հեռանկարներ ունենալ։ Բազմաթիվ իրանական ընկերություններ, որոնք աշխատում են Հայաստանում, դուրս կգան պատժամիջոցներից, ավելնորդ այսպես գումարներ կունենան իրենց ծավալուն պրոյեկտները ընդլայնելու համար։ Հայաստանում ֆինանսական բազմաթիվ իրանական ընկերություններ են տուժել ժամանակին պատժամիջոցներից, նույն այդ Մելատ բանկը։ Դե բացի այդ էլ ամենակարևորը քաղաքական հետևանքները, եթե նվազի պատերազմի վտանգը, կնվազի նաև Ադրբեջանի քաղաքական աշխարհաքաղաքական ծավալը Վաշինգտոնի, Բրյուսելի եւ Երուսաղեմի աչքերում, իսկ դա իսկապես կարող է շոշափելի ազդեցություն ունենալ աշխարհաքաղաքական process-ների վրա մեր ողջ տարածաշրջանում։ Եվ պատահական չէ, կարծում եմ, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն, ով պատրաստվում էր 5-օրյա այցով Բաքու մեկնել, վերջին օրը չեղարկեց իր այցը։ Հավանաբար դա էլ ինչ-որ կապ ունի այդ Իրանի եւ Միացյալ Նահանգների այդ նշմարվող գործարքի հետ։ Շնորհակալություն Արտем։ Թարգման այս հատվածում էլ դիտեք միջազգային նորությունները։ Երեկ ուշ երեկոյան Կրեմլը հրապարակել է Ստամբուլում նախատեսված ռուս-ուկրաինական բանակցությունների պատվիրակության կազմը։ Այն կգլխավորի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Սա նշանակում է, որ Պուտինն անձամբ չի գնա Ստամբուլ, ինչպես նրան հորդորել էին մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում Բրազիլիայի եւ ԱՄՆ-ի նախագահները։ Բացի Մեդինսկիից պատվիրակության կազմում են նաեւ փոխարտգործնախարար Միխայել Գալուզինը, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր տնօրինության պետ Իգոր Կոստյուկովը եւ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։ Ռուսական պատվիրակության կազմում ընդգրկվել է նաև 4 հոգուց բաղկացած փորձագիտական թիմ։ Իր հերթին Կոմերսանտ թերթը գրել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը չի մասնակցի այսօր Ստամբուլում կայանալիք Ուկրաինայի հետ բանակցություններին։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հակամարտությունը ռազմական լուծում չունի, այս պատերազմը կավարտվի ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ճանապարհով, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Անտալիայում ընթացող ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման մեկնարկին։ Իդեպ Ստամբուլում այսօր ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություններն ընթացել են Թուրքիայի նախագահի աշխատանքային գրասենյակում Դոլմաբահչեում։ Նույն վայրում ռուս-ուկրաինական բանակցությունները տեղի են ունեցել նաև 2022 թվականի մարտին։ Բանակցությունները անցկացվել են մամուլի համար փակ ընթացակարգով։ Իսրայելական օդուժը ինտենսիվ հարվածներ է հասցրել Գազայի հատվածին, որի հետևանքով զոհվել է առնվազն 80 պաղեստինցի։ Զոհվածների մեծ մասը կանայք եւ երեխաներ են։ Երեք իսրայելական բանակը Գազա քաղաքի մի քանի թաղամասերում մարդկանց տարհանման նոր նախազգուշացում է տարածել, ինչը ստիպել է հազարավոր պաղեստինցիների լքել իրենց ապաստարանները։ Իսրայելական բանակի կողմից հրապարակված քարտեզների համաձայն թիրախավորման ենթակա տարածքների թվում են մի քանի դպրոցներ եւ Շիֆայի հիվանդանոցը։ Ականատեսները եւ բժիշկները պատմել են, որ տարհանման հայտարարությունից անմիջապես հետո իսրայելական ինքնաթիռները մի քանի ավիահարվածներ են հասցրել Գազայի հատվածում գտնվող թիրախներին։
Ամերիկյան Boeing Co կոնցեռնը 160 ինքնաթիռ մատակարարելու պատվեր է ստացել Քաթարի Qatar Airways ավիաընկերությունից, այս մասին հայտնում է Reuters-ը։ $200 միլիարդ արժողությամբ գործարքի մասին հայտարարվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Դոհա կատարած այցի ժամանակ։ Պայմանագրի ստորագրման արարողությանը ներկա են եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Քաթարի էմիր Թամիմ Բեն Համադ Ալ Թանին։ Թրամփը նշել է, որ այս պայմանագիրը ռեկորդային է Boeing-ի պատմության մեջ։ Ընկերության բաժնետոմսերը մայիսի 14-ին բորսայական առևտրի ընթացքում թանկացել են 1.6%-ով։ Այս տարվա սկզբից դրանց արժեքը աճել է 16.8%-ով։ Ալա Ղալաչյան, Հորիզոն։ Երևանի պետական համալսարանում մեկնարկել է ԵՊՀ շրջանավարտների ֆորումը։ Տարբեր տարիների շրջանավարտները հավաքվել են ստեղծելու մասնագիտական կապերի նոր հարթակ։ Մայրբուհի տարբեր տարիների շրջանավարտների ֆորումը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության և Երևանի պետական համալսարանի օրհներգերի հնչյունների ուղեկցությամբ։ Երևանի պետական համալսարանի շրջանավարտների ֆորումը կազմակերպվել էր առաջին անգամ։ Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետության նախագահը, ով չնայած մայրբուհի շրջանավարտ չլինելուն, ընդգծեց համալսարանի դերը երկրի կրթական համակարգում։ Վահագն Խաչատուրյանի խոսքով նա միշտ հպարտությամբ է հետևում մայրբուհում կրթություն ստացած մասնագետների ձեռքբերումներին։ Այսօր մեր հասարակության եւ պետության առջև ծառացած են մի շարք խորքային մարտահրավերներ, թե անվտանգային, թե տնտեսական, թե մշակութային ու բարոյահոգեբանական ոլորտներում։ Այս բոլոր խնդիրների երկարաժամկետ եւ հիմնարար լուծումը հնարավոր է միայն կրթված քննադատական մտածողությամբ, մասնագիտական ու քաղաքացիական պատասխանատվությամբ եւ գիտելիքի նկատմամբ բարձր գնահատական ունեցող հասարակության միջոցով։ Հենց այդտեղ է համալսարանի եւ համալսարանական համայնքի դերը, որպես գիտության, գիտելիքի եւ առաջադեմ գաղափարների դարբնոց։ Ժամանակակից աշխարհում, երբ տեխնոլոգիական առաջընթացը նորից փոխում է մարդկային գործունեության բոլոր ոլորտները, գիտությունը դառնում է պետության կենսունակության, մրցունակության եւ ինքնիշխանության երաշխիքներից մեկը։ Թեմատիկ պանելներն ու ոչ ֆորմալ քննարկումները նպատակ ունեն ձևավորել մի հարթակ, որտեղ կծնվեն եւ կիրագործվեն գաղափարներ, ուղղված ապագան ավելի լավը դարձնելուն։ Երևանի պետական համալսարանը պատրաստ է դառնալ ամուր գործընկեր իր շրջանավարտների համար, աջակցելով նրանց մասնագիտական նախաձեռնություններին ու համագործակցությանը։ ԵՊՀ հոգաբարձությունների խորհուրդն այս նախաձեռնությունը դիտարկում է որպես ռազմավարական կարևոր քայլ։ Մենք չենք ուզում ԵՊՀ շրջանավարտը լինի միայն կենսագրական փաստ, մենք ցանկանում ենք, որ այն դառնա ակտիվ դեր, մասնակցություն ու ներգրավվածություն, որ այն դառնա վերադառնալու, ներդրումներ անելու, սովորեցնելու, սովորելու, համարձակ գաղափարներ կյանքի կոչելու հարթակ։ Իսկ այս միջոցառումը ազդակ, որ Երևանի պետական համալսարանը պատրաստ է լսելու, փոխվելու, վերաիմաստավորվելու։ Ժամանակի նոր մարտահրավերներին ընդառաջ մենք ձգտում ենք համադրել նորարարությունները եւ մեր ազգային ու ակադեմիական առաջնահերթությունները, հավատարիմ մնալով արժեքներին, բայց նաեւ բաց լինելով զարգացման համար։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորեց այն հանգամանքը, որ ֆորումը մեկնարկել է հենց բուհական նոր օրենքի քննարկումից ընդամենը ժամեր առաջ։ Նրա խոսքով բուհերը պետք է դիտարկել ոչ միայն որպես կրթություն, գիտություն եւ հետազոտություն իրականացնող հաստատություններ, այլև որպես հանրային կառույցներ, որոնք կրում են կարևոր սոցիալական ու մշակութային առաքելություն։ Որտեղ շրջանավարտների ֆորումի շրջանակներում հանդիպում են մարդիկ, ովքեր կիսելով միևնույն կրթական փորձառությունը եւ ունենալով տարբեր կենսագիծ ու գործնական փորձառություններ, այդ փոխադարձ հարստացման ճանապարհով կարողանում են նաեւ բուհը առաջ մղել։ Ու ես ուրախ եմ, որ այսօր դահլիճում տեսնում եմ բազմաթիվ դեմքեր, որոնք հաստատ ունեն այդ միասին կիսելու, միասին քննարկելու բաները եւ վստահ եմ, որ այս օրերին նախատեսված տարաբնույթ թեմատիկ քննարկումները դառնալու են նաև հետաքրքիր գաղափարների ու ծրագրերի համար հիմք եւ հարթակ։ Ֆորումի կարևորության մասին խոսելիս Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց, որ նախաձեռնությունը համալսարանի շրջանավարտների համար ստեղծում է շփման եւ համագործակցության նոր հարթակ, նպաստելով համատեղ ծրագրերի եւ գաղափարների իրականացմանը։ Այս ֆորումը մի կողմից հստակ ուղերձ է։ Մենք հավատում ենք, որ համալսարանի ամենամեծ ներուժը մարդիկ են։ Եթե մենք ուզում ենք իրական վերափոխում, մեզ պետք է ձեզանից յուրաքանչյուրի մասնակցությունը, գաղափարով, նախաձեռնությամբ, համագործակցությամբ։ Սիրելի ընկերներ,
Այս ֆորումի նպատակը չի սահմանափակվում միայն երկօրյա հանդիպումներով, սա նոր գործընթացի մեկնարկն է։ Մենք ցանկանում ենք, որ այստեղ ձևակերպված գաղափարները, բարձրացված հարցերը, ներկայացող փորձն ու առաջարկությունները դառնան այն հիմքը, որի վրա կկառուցվի շրջանավարտների համերգի կայուն, շարունակական ու ազդեցիկ գործունեությունը։ Եվ ինչպես մեջ բերեց շրջանավարտներից մեկը, եթե ուզում ես, որ պետությունը կործանվի, կտրիր նրան կրթությունից, ընդգծելով կրթության կարևորությունը որպես երկրի հիմք եւ ապագայի երաշխիք։ Զվարթ Ղազարյան, Հայկ Սուքիասյան, Հորիզոն։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը հերթական հայտարարություն է տարածել, ներկայացնում ենք այն ձեր ուշադրությանը։ Գազպրոմ Արմենիա փակbaşնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ 2025 թվականի ապրիլ ամսին մատակարարված վերահաշվարկված բնական գազի եւ գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման մատուցված ծառայության արժեքի վճարման վերջնաժամկետը 2025 թվականի մայիսի 15-ն է։ Մայիսի 15-ից հետո 3 օրվա ընթացքում վճարում չկատարած բաժանորդների գազամատակարարման դադարեցման աշխատանքները կսկսվեն մայիսի 19-ից։ Այս քանը կհանդիպենք ժամ 22-ին։